Բայեկո եթերում ուրվագիցն է, ես Պետրոս Ղազարյանն, հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել տարբեր քաղաքական գործիչների, ուժերի, տեսակետները, ծրագրերը, նաև դեմքերը։ Այսօր գովազդային կարճ եւ թանկ վայրկյաններում մենք կզրուցենք Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր Հրանտ Բագրատյանի հետ։ Եվ այսպես, հեռուստատիտողներ, այսօր մենք զրուցելու ենք Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր անդամներից մեկի Հրանտ Բագրատյանի հետ։ Բարեկո պարոն Բագրատյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Այս ընտրարշավի ամենածանր խորը խնդիրներից մեկն էլ դա արտագաղթն է։ Բայց այդտեղ կա անհասկանալի բան, պարոն Բագրատյան։ Շատերը իշխանությունից պնդում են, որ արտագաղթ չկա, որովհետև այդ մարդիկ գնացել են եւ հարց է, այդ մարդիկ կգան թե չեն գա։ Իսկ արտագաղթողը նայով գրանցումից դուրս է եկել եւ մեկնել է։ Հիմա կա Հայաստանում արտագաղթ, թե ոչ։ Իհարկե կա, իշխանությունից եթե ձեզ այդպես են պատասխանում են սխալ։ Ուրեմն սխալ։ Ասեմ, բնակչության թիվը աշխարհում ՄԱԿ-ի բանով երկու թիվ, երբ որ ասում ենք, ինչքան է ասենք Բրազիլիայի բնակչության թիվը։ Ну, գրագետ մարդը ձեզ պիտի հարցնի, դուք ուզում եք իմանալ արկա բնակչությունը թե մշտական բնակչությունը։ Ուրեմն արկա բնակչության իմաստով մարդը գնացել է չկա, արտագաղթ է։ Մշտական բնակչության իմաստով որպես կանոն երկրները սահմանում են թիվ, դա համընկնում է ռեզիդենտի հասկացության հետ 180 օր։ Ну, ասենք մեր եկամտարկի մասին օրենքով 183 օր է։ Այսինքն այսօր Սեյրանը դուրս է եկել երկրից։ Սա դեռ արտագաղթ չէ։ 6 ամիս հետո, եթե Սեյրանը չի վերադարձել, արտագաղթ է։ Այսօր հայտնի է 6 ամիս առաջ, որ Պողոսը գնաց։ Եթե Պողոսը եկել է, արտագաղթ չի, եթե չկա, բնակչության թիվը պակասեց։ Դա մշտական բնակչության առումով արտագաղթ է։ Պողոսը կարող է 3 տարի հետո գա, ի վերջո։ Բայց յուրաքանչյուր տվյալ պահին կա արկա բնակչություն եւ կան արտագաղթող մարդ, որը գնացել է կես տարի չի։ Ավելին, ես այսօր հենց համընկնում է մի հոդված է հրապարակել, կարելի է այս բանավեճը դադարեցնելու համար Հանրապետության հրապարակում մի տաբլո գրել, ստանալ ռուսական սահմանապահներից այդ ելք-մուտք խփում են, չէ՞, մենք որ գնում ենք, այդպես շտամպ կա, չէ՞, մեր անձնագրերի մեջ, գնալու սլակը դուրս է, գալու սլակը ներս է, ավտոմատ ստանալ այդ ինֆորմացիան եւ յուրաքանչյուր օր նույնիսկ ամեն մի րոպեով, ամեն ժամով ցույց տալ բնակչության թիվը հանրապետության, որովհետեւ վերջացնենք այս խնդրը։ Ես ցավում եմ, որ անցյալ տարի այսպիսի բացատրություններ բացահայտ սխալ ոչ մասնագիտական տվեց միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը եւ հանրապետության նախագահան առանց հասկանալու հավանեց, դա ասաց, այ տեսեք ճիշտ է ասում։ Պարոն Բագրատյան, բայց ասում եմ, որ նույնիսկ եթե կա միգրացիա, արտագաղթ, հիմա տեմպերը ավելի քիչ են, քան ձեր կառավարման տարիներին 90-ից 98 թվականներին։ Սուտ է։ Ну, նախ իմ կառավարումն եղել է 93-ից 96 թիվը։ Սուտ են ասում, այդպես չի։ Այսօր ես հրապարակել եմ այդ թվերը։ Նախ ավելի քիչ է։ Նայենք վերջի տարիները 2011 թիվ 59000 մարդ է գնացել, 2010 թիվ 47000, տեսեք թիվը ոնց է աճել, 2009 թիվ 25000, այս տարվա 3 ամիսը 30000։ Կառավարման մեր տարիներին անպատասխանատու մի քանի անգամ թիվ է հայտարարել վարչապետը, պարզապես չի հասկանում ինչ է ասում, որովհետև մեկ ասում է 92-ից 95 թիվ 800000, 90-ից 98 թիվ 1 միլիոն, վերցնենք իրանց ստատիստիկան, իրանց ստատիստիկայով, իրանց վիճակագրությամբ, ամբողջությամբ, երբ որ մեկնողների ու ժամանողների թիվը բան ենք անում, չեզոքացնում ենք, Հայաստանից մեկնել է 914000 մարդ։ Այդ 914000-ից այսօրվա հոդվածում ես ապացուցում եմ, որ 224000-ը մեկնել է 1991-97 թվերին, 265000-ը մեկնել է 1998-2011 թվերին, մնացածը 420,000-ից եկել էին 350,000 մեկնածները, դրանք Ադրբեջանից եկած հայերն են, որոնք երբեք Հայաստանի քաղաքացի չեն եղել, ու առանց քաղաքացի դառնալու մեկնեցին 2-3 տարում, որովհետև դա որակյալ աշխատուժ էր եւ բազմաթիվ ամերիկյան ու ռուսական ծրագրերի բանանում։ Եվ վերջապես աղետի պատճառով տարբեր բնակավայրերում 275,000 հայ աղետի գոտուց ստացել են բնակարաններ, կացարաններ,
Դրանցից 175-ը վերադարձել, այսինքն 100,000-ն էլ է 100,000 դրանցից գումարած 354,000 փախստականներ 500,000 մնացածը 514,000 ընդ որում այդ տարիներին պատերազմի տարիներին ավելի քիչ քան թե պատերազմից հետո ամենապատասխանատու ձևով եմ սա հայտարարում սա բխում է այսօրվա վիճակագրությունից եթե վարչապետը կամ նախագահը չունեն համբերություն կամ գրագիտություն կամ մասնագիտական խորհրդական նստել այս թվերը կարդալ ոնց որ գրված է այսօրվա վիճակագրությունում ես չեմ ասում մեր վիճակագրությունում իրենք դա փոխել են ապա դա իրենց գործ է դա իրենց խնդիրն է դուք պատկերացնում եք եթե մենք վաղը գանք իշխանության ինչ կանենք իրենց վիճակագրության հետ ինչ թվերը կանենք օրինակ ես կարծում եմ որ ոչ թե 914,000 է մեկնել հանրապետությունից իմ խորին համոզմամբ հանրապետությունից մեկնել է 1,900,000 1,900,000 իրանք ցույց չեն տալիս դա մասնավորապես ո՞նց եք հաշվել այդ բaragայում եթե դուք ունեք այդ տվյալները որոնք պետք է տան ռուս սահմանապահները կա հարց Միայն ռուս սահմանապահների տվյալները չի ես կարծում եմ նախ ռուս սահմանապահների տվյալները ՀՀԱՎՑ-ն ազգային վիճակագրական ծառայությունը 2002 3 4 5 6 7 8 թվերի համար խախտել է փոխել է եղել է 60,000 փոխել է թիվը սա մեկ երկրորդ մեթոդը սա պետք է ստուգվի եթե ինձ մոտից out է եղել դուրս է եկել միտեղ պիտի մուտք լինի Ռուսաստանում իմ թիվը իմ դուրս եկածների թիվը եթե այդ մարդիկ գնացել են Ռուսաստանի մուտք եկածների թվի հետ բնականաբար ռուսական վերջի մարտահամարը այնտեղ երկրում ապրում է 2,100,000 հայ որտեղից է հայերը 1989 թվականի խորհրդային միության մարտահամարը 470,000 Լավ 470,000-ը աճեց դառավ 600,000 20 տարում բնական աճ գոյություն լավ այդ բնական աճը ավելի երկու անգամ ավելի քան թե Հայաստան թողնի 650,000 700,000 մնացած որտեղից ավելին ուրեմն պետք է վերցնենք Ռուսաստանը պետք է վերցնենք Ֆրանսիան Միացյալ Նահանգները Ուկրաինան Գերմանիան ին աուտները համատենք հետազոտություն պետք է կատարվի բարդ հետազոտություն չի միայն թե պետությունը շահագրգռված լինի իմանա ինչքան քաղաքացի Բայ պարոն Բագրատյան այդ դեպքում ինչու եք պայմանավորում որ ընտրողների թիվը ավելացել է դա պարզապես արվում է որպեսզի նախապատրաստվի կեղծիքը մայիսի 6-ին լկտի ձևի հա այդպես է ոչ պատասխանել չունեն լկտի ձևի լցնեն չկա այդ թիվը մի 6-700,000 այդպես ստեղծել են զապաս ինչպես կասեն հայաց պաշար ընտրողների պաշար որ հետագայում տեսնեն եթե վատ քվեարկություն գնա հանրապետականի համար ապահովեն հաղթանակ Պարոն Բագրատյան դաշնակցությունը եւ Ժառանգությունը իրենց ընտրական ցուցակներում ծրագրերում այսպեսի թիվ են գրել եթե Ժառանգությունը հաղթի ապա տարեկան 150,000-ով 100,000-ով կավելանա Հայաստանի բնակչությունը Եթե դաշնակցությունը հաղթի ապա 50,000-ով տարեկան կավելանա եթե Հայ ազգային կոնգրեսը հաղթի ինչքանով կավելանա Հայաստանի բնակչությունը Չէ, ես չեմ կարծում, որ ես կարծում եմ, որ նախ եւ առաջ եթե մենք հաղթենք, մի անգամից չի լինի, մենք հաջողվի աստիճանաբար 2-3 տարում արտագաղթեի չստեն շատ ցածր մակարդակի վրա։ Ես հաշվել եմ, որ եթե մենք 7.4% հնայի աճ ենք ապահովում, ապա կտրուկ իջնում է։ Իսկ եթե այդ հնան այնպեսի աճ է, որ արտահանմանն է միտված, ապա մոտավորապես 10%-ից սկսած մարդիկ սկսում են հետ գալ։ 2 տարի այսպես ունեցել ենք այս 20-ամյա պատմության մեջ գոյություն ունի 20 տարվա ստատիստիկայի ուսումնասիրություն գոյություն ունի անալիզ կորելյացիա ռեգրեսիոն անալիզ մի քանի մոդել են մարդիկ կառուցել երեխեք ինձ մոտ դիպլոմայիններ են գրում ակնհայտ է որ եթե բարձրացնենք տնտեսական աճ այսինքն ես կխոսեի որ ոչ թե հատուկ գանք արտագաղթի քաղաքականություն մենք կանենք այլ մենք պետք է նախ եւ առաջ ապահովենք հնայի աճ երկրորդը շատ վտանգավոր է աշխատատեղ ստեղծելը Երկրորդ նախագահան ամեն տարի աշխատատեղ էր ստեղծում, երրորդ նախագահան ամեն տարի աշխատատեղ է ստեղծում, շատ կուսակցություններ հիմա աշխատատեղ են ստեղծում։ Ուզում եմ ասել, որ աշխատատեղի ստեղծելն էլ որպես process պետք է լինի շուկայական։ Հետևաբար, չի կարելի աշխատատեղ ստեղծել, մարդը ինքն իր համար պիտի աշխատատեղ ստեղծի, սա պետք է լինի հիմնական լուծում։ Իհարկե, եթե մենք նոր ատոմական կառուցենք, դա աշխատատեղի ստեղծում է, ոչ ոք չի ասում բացառենք դա, բայց հիմնականը որպեսզի մարդիկ ստեղծեն։ Դրանք ամենաարդյունավետ աշխատատեղներն են դուրս գալի, ամենահարատևը։ Ոչ մի աշխատատեղ հարատև չի լինում այս աշխարհում։ Օրինակ, մենք եղանք Բերդում, Քոչարյանը գնացել էր, բացել էր այն ժամանակ 2003-ի ընտրություններին կարծես թե Ադամանդի գործանում 2 շաբաթ էլ չէր աշխատել։ Կարիք կար ստեղծել այդ գործանը։ Կամ Թալինում։ Հետո դա հարատև ճյուղ չի կարելի մարդու համար աշխատատեղ ստեղծել, հասկանում եք։ Եթե շուկայական տեսություն է, թող մարդը իր համար ստեղծի։ Մենք ուրիշ ձև կստեղծենք։ Այսօր օրինակ դիզելային վառելիքը բացառապես բերում է ֆլեշ ընկերությունը։
Մաքսայինի պետը մեր իշխանությունից ընտրվելուց հետո հրամանք ստանա, որ բոլորը կարող են բերել։ Ցիստերնով, կես ցիստերնով։ Այսինքն հիմա դուք չեք կարող գնալ բերել։ Չէ, ցես ընդ չեք անցկացնի ապրանքը։ Այսինքն ինչ պետք է անեմ։ Ինչ։ Ինչ պետք է անեմ։ Փորձեք։ Մեկը կարակ էր բերել, կանգնացեցին արևի տակ, հալվեց, թափվեց ռելսերի վրա։ Այսինքն մաքսային օրենսգիրքը թույլ է տալիս ձեզ բերել, բայց ձեզ թույլ չեն տալիս։ Մենք ավիակերասինի մոնոպոլիա ունենք։ Դրանք մոնոպոլիաներ են, մենաշնորհ են։ Շաքարի մոնոպոլիա ունենք։ Եթե դուք հանկարծ մի վագոն շաքարով գաք, ոչ միայն թույլ չեն տալիս շաքարն ասեն, գուցեև մի ավելի վատ բան լինի ձեզ հետ։ Պարոն Բագրատյան, 4 տարի է մենք անում ենք բարեփոխումներ, բարեշրջումներ։ Շեշտը դրվում է միջին բիզնեսի զարգացման վրա, մանր բիզնեսին արտոնություններ, կրճատում ենք ստուգումները, մեկ պատուհանի համակարգեր ենք ստեղծում, բայց մի տեսակ sense էֆեկտը շատ մեծ չի։ Այ որտեղ չի ստացվում, ինչը չի ստացվում։ Սկզբունքորեն ոչ մի լուծում չկա։ Փորձում ենք մենք ստեղծել վարկերի համակարգ ենք ուզում ստեղծել։ Չէ, սկզբունքորեն լուծում չկա։ Նո կենտրոնական բանկը առանձին խոսակցություն է, այնտեղ խորը խնդրեմ կա։ Եվ այդ խնդրեմը ընդհանրապես դարձել է այնպեսի, որ համարյա անլուծելի է եւ ես կարծում եմ, որ միայն ես եմ պատկերացնում, որ պետք է լուծել հանրապետությունում։ Սա առանձին հարց է, հիմա սա թողենք կենտրոնական բանկի հարցը, վարկերի հարցը։ Բանկային համակարգը ընդհանրապես դարել է գույրաղիկ այս պետության։ Ոչ մի կայուն բանկային համակարգ չկա։ Դրանց կայունությունը նրա հաշվին է, որ անկայունությունն է տնտեսության մյուս հատվածներում։ Սա առանձին խոսակցության թեմա է եւ մեր կես ժամը երևի չի հերիքի դրան, բայց խնդրեմ, եթե պետք է լինի 5 րոպե խոսենք։ Ինչ վերաբերում է մնացածին, մոնոպոլիաների դեմ պայքար չկա, ձևական, օրինակ մրցակցող հանձնաժողով ունենք, որը տուգանում է խայտարակություն այդ հանձնաժողովը։ Ինչու՞։ Խայտարակություն։ Որտեվ այդ հանձնաժողովը օրենսդրությունն էլ այնպես չի, ասենք օրենսդրությունը փոխեցին, չգիտեմ։ Հիմա այսպես, եթե հիշում եմ 2%, ասենք կարող է պատահել, որ դուք ապացուցի, որ դուք մենաշնորհ 2% ավելի շահութար տակ կամ 300 միլիոն դրամ տուգանք տակ, որը $800,000 է։ Բայց ներեցեք, ձեթի կամ շաքարի առևտուրի բանը 50-ից 100 միլիոն $։ Մարդը հանկիստ մուծում է 300 միլիոն դրամ ու օրենքով աշխատում է, իր տուգանքը տալիս է։ Որևէ լուրջ պայքար չի եղել այս ուղղությամբ։ Օրինակ, մենք ասում ենք, շահութարկը պետք է լինի ընդհանրի 18%։ Եկամտահարկը 20-ից 25%, ավելի բարձր, քան շահութարկը, որը շատ սկզբունքային պահ է, որ կկրճատի ստվերը, հա։ Բայց մենք ասում ենք, ընդհանրի մարդը աշխատում է մոնոպոլ դաշտում։ Այս որում այս մոնոպոլիան սա նայրիտը չի, մենք երկրորդ նայրի չենք կառուցել։ Սա այս դեպքում ես հարցը մենք միջև 95% է ինչպես ենք վերացնելու մոնոպոլիաները։ Նո նախ եւ առաջ ամենակարևորը դրանց 70%-ը դա քաղաքական կամքն է։ Դա նույն դիզվառելիքն է, որ ձեզ էլ կթողին կբերեք, հա։ Դա նույն կարակն է, շաքարն է, դեղորայքն է եւ այլն։ Մենք ձեզ թողում ենք արդեն վերջ։ Այսօր դա ֆորմալ գոյություն ունի, բայց մաքսային կամ հարկային մարմինները չեն անցկացնում դա, դուք չեք անցնում։ Դուք մաքսազերծում չեք կարողանում անցնել։ Ու դուք հասկանում եք, որ դուք ավելորդ եք այդ շուկայում։ Սա այդ խնդիրը, բայց կա նաև օրենսդրական խնդիր, դեպքեր կան, որ մարդը բերում է եւ ունի մենաշնորհ։ Չի առաջացել փոքր պետությունը, չեն առաջացել երկրորդ, երրորդ կամ չորրորդ ներմուծման պարագայում ներմուծողները։ Պետք է շահույթը վերցնել արդեն ոչ թե 20 կամ 25%, 50, 60, մինչև 95% չարդարացված շահույթի։ Եվ մարդը պետք է հասկանա, որ այո, ինքը կարող է աշխատել մոնոպոլ դաշտում, բայց այդ դեպքում պետությանը գնա եկամուտի մեծ մասը, հանրությանը գնա եկամուտի մեծ մասը, որովհետև դա մոնոպոլիա է, որը պայմանավորված է բնական գործոններով։ Բայց ես հավատացնում եմ, 75% արհեստական մոնոպոլիաներ են։ Այսինքն օրինակ ոչ մի օրենքում գրած չի, չէ՞, ընդհանուր դիզվառելիքը մեկը պիտի բերի կամ երկուսը։ Մեր մոտ դաշտերը որպես կանոն այդքան են ասում են մարդիկ կապեր ունեն արդեն, վաղուց բերել են, ավելի էժան են բերում, մեծ թվականակով են բերում, ոչ չի կարող մտնի մրցակցի։ McDonald's-ը չի գալիս, Lukoil-ը չի գալիս, BP-ն, British Petroleum-ը չի գալիս այդ մոնոպոլիաների պատճառով։ Կա տնտեսության մի հատված, որ մերոնց է պատկանում ու այդտեղից իշխանությունները։ Ես McDonald's-ի բանը չհասկացա այդ շարքի մեջ, պարոն Բագրատյան։ Բենզին եւ McDonald's։ Չէ, որովհետև տեսնում են, որ պարզ մարդիկ տեսնում են, որ իրենց ապրանքները այս կամ այն որակավորված ձևով արդեն տեղական բաներն արտադրում են տալիս են։ Ամեն տեսակի, չգիտեմ, այդ ինչա կոչվում, դրանց տեսքով կան։ Մարդիկ տեսնում են, որ դաշտը պաշտպանված չի, դրա մեջ չեն գալի։ Հիմա մյուս կարևոր խնդիրը կոռուպցիան։ Ինչպես եք վերացնելու կոռուպցիան, պարոն Բագրատյան։ Կոռուպցիան վերացնելու, որը, չգիտեմ, ինչքան խոր արմատներ ունի մեր երկրում։ Մենք կոռուպցիայի դեմ հատուկ չենք պայքարելու, դա սխալ է կոռուպցիայի դեմ հատուկ պայքարելը։ Կոռուպցիան նախ եւ առաջ ստրուկտուրն երևույթ է։ Առաջինը,
Ամենակարևորը պետք է տարանջատել սեփականությունը, բիզնեսը եւ տնտեսավարումը։ Օրինակ այսօրվա գյուղնախարար խոշոր ձեռնարկատեր, այդպիսի բան չպետք է լինի, նա շահ ունի այնտեղ։ Լավ տղա է, վատ տղա է, դա նշանակություն չունի։ Կամ ունես ունեցվածք, խոշոր գործարար ես, 65 հոդվածը ազգային ժողովում տեղ չունես։ Սա չի նշանակում, որ գործարարը իրանք չունի լինի ցուցակում, թող լինի, խնդրեմ։ Բայց մենք առաջարկում ենք հստակ լուծում, այդ դեպքում ունեցվածքը, իր անունով ունեցվածքը հանձնում է պետական գույքի կառավարման վարչությանը, այն ժամկետի համար, որը երբ որ ինքը պատգամավոր է։ Ինքը չի կառավարում։ Բերում է իր արժե թղթերը, փայերը հանձնում է նրանց կառավարմանը։ Սա կոնկրետ լուծում է։ Ի տարբերություն սրա, ասենք, իշխող հանրապետական բլոկը վարչապետի բանով ասում է էթիկայի հանձնաժողով կստեղծի։ Ինչ էթիկա։ Գելի գլխին ավետարան ես կարդում։ Ում հետ ես խաղանում։ Մենք տալիս ենք կոնկրետ լուծում, այսինքն կոռուպցիան իմ տեսակետից դա կառուցվածքային երևույթ է։ Կա նաև տնտեսական քաղաքականության բաց, որը բերում է կոռուպցիայի։ Այդպիսի կոռուպցիա է այսօր գիտությունը, այդպիսի կոռուպցիա օրինակ կրթությունը։ Ինչ է շարքում գիտությունը, կրթությունը, կոռուպցիան։ Օրինակ, գիտությունը ակադեմիան ստանում է փողը, բաժանում է ինստիտուտների։ Ինչ գործ ունի ակադեմիայի պրեզիդենտը բաժանի փողը։ Մենք ֆինանսավորում ենք գիտությունը, ոչ թե ակադեմիկոսներին կամ ակադեմիայի պրեզիդենտին։ Մենք թեմաները պետք է անենք, այն ինչ որ արվեց 97-ից 93-ից 97 թվերը եւ 98 թվին վերացրին։ Դուք թեմա եք կատարում, ի վերջո գիտահայցական ինստիտուտը թեմա է կատարում, դուք գալիս եք որպես գիտական խումբ, մեզ մոտ ստանում եք ֆինանսավորում, վերջ։ Ակադեմիան չկա, ձեր ինստիտուտը չկա։ Դուք կարող եք ձեր ինստիտուտին, այդ ինստիտուտում, որտեղ անում եք ձեր հետազոտությունը, վարձ տաք։ Կամ կրթությունը, ինչ գործ ունի դպրոցը ստանա փող ֆինանսների նախարարությունից ֆինանսավորման գծով։ Մեզ մոտ երեխան ստանում է, ձեր երեխան այս տարի իրավունք ունի 4 դասանի պետական ծրագիրանի, ճիշտ է։ Դուք ստանում եք վաուչեր, որը միայն այդ ոլորտում է վճարվում, ու հետո որոշում եք որ դպրոցին տակ։ Եվ այս անգամ դպրոցներն են հերթի կայանում երեխաների համար, այլ ոչ թե հիմա գիտեք ինչ է կատարում դպրոցներում։ Երեխաները իբր դասի են գնում, ուսուցիչների մոտ անպայման, սա բոլորին հայտնի է, գնում են ռեպետիտորության։ Չկա դպրոց, որպես այդպեսին այսօր։ Ողորմելի վիճակում է։ Եվ այդ ուսուցիչներն էլ դարձել են պետությունից կախված։ Երբ որ դպրոցների անմիջական ֆինանսավորման լարը կկտրվի, նույն փողը տալու է պետությունը, ավել է տալու, բայց տալու է սովորողին, սպառողին։ Այն ժամանակ մենք կտնենք ու դպրոցները կսկեն ոտի կանեն։ Այսինքն տալու է երեխային։ Այո։ Երեխան պետությունից փող վերցնում, որտեղ կուզի նա կսովորի։ Այո, դպրոցների մեջ առաջանում է մրցակցություն։ Որտեղ դպրոցը պետք է այդ վաուչերը ստանա, որ տանը մինֆինից փողը ստանա։ Այսինքն գոյություն ունեն երկրորդ տեսակի սխալներ, որոնք նույնպես շտկում են կոռուպցիան։ Երրորդ խնդիրը, որ մենք ունենք, դատական համակարգն է։ Մենք ստեղծում ենք մրցակցային դատարան։ Չի ստացվում։ Օ, արա ոչ չի ստացվի։ Մեզ հարցրեք, կանենք։ Ամենակարևորը մենք ստեղծում ենք մրցակցային դատարան։ Հայաստանում կդատի որևէ երկրի հետ պայմանագրով եվրոպական, ասենք Շվեդիայի, Նորվեգիայի կամ բան իրենց դատարանները կարող են աշխատել։ Մեր օրենքներով լիցենզիա տանք։ Եվ քաղաքացիք կսկսեն դիմել այդ անկախ դատարաններին։ Մենք փոքր հանրություն ենք։ Չնայած այստեղ բուն դատական ռեֆորմն էլ կա, որ դրանք առաջի մեր խորին համոզմամբ առաջի այդ Արարատյանի դատավորներին պետք է ընտրել, երկրորդին կարելի է նշակել նկատել, բայց ցմա, եթե ընտրել, ուրեմն ժամկետով եւ այլն։ Դրան զուգահեռ պետք է լինի մրցակցային դատարան։ Մենք լիցենզիա պիտի տանք, որևէ մեկի հետ լրջորեն պայմանագիր կնքենք, ավելորդ տեղ այդ փողերը չծախսենք այդ տարբեր տեսակի ծրագրերի համար, որի իբր բերում են տարբեր օգնության ֆոնդեր մեզ տալիս են, նույն ձևի հետ են տանում այդ փողերը։ Եվ ստեղծենք մրցակցային դատարան։ Մենք փոքր երկիր ենք, բոլորն իրար ճանաչում են։ Երբեմն դատավորներն նույնիսկ վախում են որոշումներ կայացնել։ Դատարան այսօր որպես այդպեսին չկա։ Եվ վերջապես չորրորդ հարցը։ Չորրորդ հարցը արդեն քաղաքական կամք է։ Եթե իշխանությունը ընտրված է, օրինակ ընտրված դեմոկրատական իշխանությունը ավելի մեծ խնդիրներ կունենա։ Այս իշխանությունը խնդրեմ չունի, դատավորները իրանից կախված են, ինքը ունի իր հերթատեսությունը, ունի իր ժուրնալիստներին, ունի իր մինիստրություններին, ամեն մի մինիստրի համար արդեն գործ են տվել, ստիպել են նույնիսկ որ սեփական գործունեությունը, որպեսզի ընտանիքով կախված լինի իրենցից, նույն ձևի դեպուտատներ, այս պետք է վերանալ, այս 2.5-3 հոգին Հայաստան չեն։ Մի 100 հոգի ստեղծում են այս երկրի հնան, ուրիշ մաս չի ստեղծում։ Այս երկրի, այս առանց այդ էլ բարդ վիճակում գտնվող երկրի մեջ Այս 2 միլիոն բնակչից առնվազն 1.8 միլիոնը ձեռները քշտած պիտի մեղվի պես աշխատի, որ այս երկիրը մրցակցությանը դիմանա, իր հարևանների հետ competitive բան լինի, մրցակցային լինի։ Մենք բերում ենք լրիվ այլ փիլիսոփայություն։ Մենք բերում ենք նոր Հայաստան։ Մենք բերում ենք այլ մտածելակերպ, ժամանակակից մտածելակերպ, որը մրցունակ կդարձնի այս երկրին։ Այս իշխանության, կառավարության որևէ մի բանում լոլոներից, խոսքերից բացի ուրիշ բան չկա։
Սովորել են թիրախավորենք, թարգեթավորենք, թիրախները բազմացնենք, բերենք, կառուցվածքային լիցքեր հաղորդենք, այսպես բառակույտեր ես լսում, որևէ բան չկա։ Կամ էլ հայի ինքնության մասին բան կարդացել եք Հանրապետական կուսակցության արժեքների համակարգը։ Այդ մի երկու էջ արժեքների համակարգը իբր նժդեհական բարի բունի մոստով ֆաշիզմ։ Այս աղքա ժողովրդին ասում են ֆաշիզմ։ Հա, այս աղքա ժողովրդին ասում են նրա բացառիկության մասին, նրա կրոնի բացառիկությունը, նրա լեզվի բացառիկությունը, նրա բացառիկ միսիան աշխարհում, լսեք։ Բայց այս բացառիկ միսիայից առաջ սա նախ եւ առաջ սովորական մարդ է, որին չի կարելի տանել բանակ ու սպանել ու պատասխան չտալ, որը պետք է աշխատանքի գա, վաստակ ունենա, կարող է հաց բանանել։ Ուրեմն այս խնդիրները թողում են նրա կյանքի խնդիրների անվտանգության ու խոսում են նրա բացառիկության մասին, բայց այդ բացառիկության մասին պետք չի խոսել, եթե մենք ազգ ենք, իսկ այսօր աշխարհում մենք ունենք ազգ պետություն, ազգ են համարվում պետությունը 208 հատ, ազգություն, որոնք պետություն չունեն, եւս 1200, լեզու 6700 հատ է աշխարհում, այս ամեն ինչը բացառիկ է առանցել։ Իհարկե, եթե հայ ենք, ուրեմն բացառիկ ենք։ Անմիջապես այս հային ասում են, որ դու բացառիկ ես, որ դու ավելի լավն ես, քան թե վրացին։ Ինչու է դա ֆաշիզմ։ Ուզի դա ձեր ճաշակին չի, բայց ինչու է ֆաշիզմ։ Այստեղ ես էտիմոլոգիից ավելի էտիմոլոգիա բացատրեմ։ Մեղադրանք չի, էտիմոլոգիան բացատրեմ։ Սա ազգայնականություն է։ Սա ինչ որտեղ շովինիզմ է։ Արի ուզում ես բացատրեմ հայրենասիրի, նացիոնալիստի ու շովինիստի տարբերությունը։ Բայց նրանք ասում են հանդուրժող, ուրիշ ազգերի, ուրիշ տեսակի նկատմամբ։ Դա ես ասում եմ թուղթը կարդացեք։ Այդպես բան չեն գրում։ Բացառիկության մասին թեզերով մարդու գլուխը չեն լցնում։ Եթե ես ուզում եմ բացառիկ լինել, ապա միայն անառումով, որպեսզի Հայաստանում տեսնեմ ազնիվ դատարան, ազնիվ կառավարություն, որոնցից անդադ կաշառք չուզեն, հասկանում եք, որ իմ գործին չխփեն, որ իմ քաղաքական հայացքների պատճառով ինձ գործից չանեն, որ ընտրությունների ժամանակ ինձ կաշառք չտան, որ դուրս չծեցեն, ասեն ում եք ընտրում, ուզում ենք իմանալ, որ գգաք սրանք ընտրեք եւ այլն։ Այս ամեն ինչը, այս ախպերական մթնոլորտը, որ հորրի բարքերի երիտասարդները չծեցեն խեղճ մարդկանց երեխեքին բարերում, չվիրավորեն նրանց ընկերուհիներին, նրանք արժանապատիվ զգան, սա է, այս բաները թողած, որ սովորական մարդկային բաներ են, մենք այս ազգին պլյուս դրա, ասինքն բազմակի թերություններին այսօր գործող ավելացնում ենք ինչ որ բացառիկության թեզ։ Ինչի համար։ Չէ։ Բացառիկության մեջ մենք արժեք չենք գտնի։ Ազգային նույնականություն, այլ հարց է, որ ազգային նույնականության հետևեք, այն ինչ որ դարերի ընթացքում իրան արդարացրել, դա ուրիշ հարց է։ Պարոն Բագրատյան, մյուսը, ինչպես անել, որ չինովնիկը չդառնա հաջողված խոշոր գործարար։ Մենք չինովնիկին տալիս ենք շատ չնչին աշխատավարձ եւ շատ մեծ հնարավորություններ նախ գողանալու, երկրորդ հետ գողացած գործը բիզնեսի մեջ դնելու։ Ինչպես անել։ Սովորական աշխատավարձը բարձրացնել։ Ասենք նա ստանում է $500, սարքի ասենք $3000, բայց եթե նա կարող գողանա 30000, 300000, նա կգողանա։ Այդպես չի։ Այդպես չի։ Նախ եւ առաջ լուրջ աշխատավարձ դեպքում մարդկանց մեծ մասի մեջ մղումն ազնիվ է։ Ես մի բան էլ ասեմ, երբ որ չինովնիկը գա ինձ մոտ ասի, ես գիզե կաշառք եմ վերցրել, որտեվ աշխատավարձ հացին չի հերիքում, մի այլ վերաբերմունք է։ Երբ որ ասում եմ կաշառք եմ վերցրել, եթե աշխատավարձս չի հերիքում հակոստին, այլ վերաբերմունք է։ Կաշառք եմ վերցրել, որովհետև աշխատավարձը չի հերիքում, գնամ հաճույքների ռեստորան կամ չգիտեմ ուր գնամ հանգստանալու, մի այլ վերաբերմունք է։ Ի վերջո, իր համույթի մեջ հայ ժողովուրդը դրական կերպար է, քանի դեռ գոյություն ունի։ Եթե նրա մեջ բացասականը գերակայի, նա կվերանա։ Այսինքն, սա նշանակում է, որ նախ եւ առաջ աշխատավարձի բարձրացումով մենք կստանանք ազնիվ չինովնիկներ ավելի շատ, քան թե վատը դել կմնան։ Բացի դա, մենք պետք է կարգավիճակը բարձրացնենք պետական ծառայողի։ Մենք չենք անում դա։ Այսօր պետական ծառայող չկա, ում ոնց ուզում է հանում է։ Չնայած օրենքները ընդունին, ձևական կիրառում են։ Մարդը պիտի իմանա, որ ինքը պաշտպանված է։ Այսօր ամբողջ նախարարությունների ապարատը ատում է իշխանություններին, հենց իրանց։ Հենց թեկուզ նրա համար, որ բոլորին ասել են այս ձևի պիտի գնա քվեարկեք։ Ամբողջ ապարատներով։ Մենք այդ ինֆորմացիան հստակ ունենք նախարարություններից, հստակ ունենք մարզպետարաններից։ Այսօր ինչ ենք մենք ցույց տալիս, ասենք մարզպետարանների աշխատակիցներին։ Երբ որ ասենք օպոզիցիան միտինգ անում հրապարակում, մարզպետարանների աշխատակիցները երեք չեմ այսօր տեսա, հրամայվում է պատուհանները փակել։ Ինչի համար։ Մարդիկ տեսնում են, որ սա անազնիվ քաղաքական վերաբերմունք է, ուրեմն պետք է լինել անազնիվ։
Մարդիկ պատրաստ են հայրենասեր լինելուց։ Հայ ժողովուրդը հայրենասեր ժողովուրդ է, այս ժողովրդից ազգայնական, նացիոնալիստ, շովինիստ պետք չի դարձնել։ Փոքր ժողովուրդների համար դա պատուհաս կա, դա պատուհաս դարձավ նույնիսկ գերմանացիների գլխին։ Դա պատուհաս դարձավ նույնիսկ ռուսների գլխին, որոնք մեծ ազգեր են։ Քիչ էր մնում աշխարհի ես անհետանա Չինաստանը։ Հայրենասիրությունից բաց լինելուց բացի, այս ժողովրդին ուրիշ բան պետք չի հաղորդել։ Եվ նա կսկսի արարել։ Տարբերակ չունի արել։ Բացի դա պետք է կրճատել չինովնիկի գործառույթները։ Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս, որպեսզի մինիմիզացվեն նրա միջամտությունը։ Օրինակ, բերեմ ձեզ օրինակ։ Երբ որ ես դարձա վարչապետ, Հայաստանում լիցենզավորում էր 930 տեսակի լիցենզիա կար։ Օրինակ, Հայաստանում շինարարություն անելու համար լիցենզիա պետք ունենալ։ Ռեստորան բացելու համար թույլտվություն չեք մտել ռեստորանտը թույլտվություն, հա։ Ուրեմն մի ամսում դա կրճատվեց մինչև 30-ի։ Ոմանք սա անվանեցին վայրենի լիբերալիզմ։ Չկար, պետությունը փող չկար։ Եկան մյուսները, այս տիպը բարձրացեցին մինչև 300, իջեցին մինչև 150, հիմա էլ այն օրը գլուխ են գնում, թե մի 30-ով նորից կրճատենք։ Ես հարց տամ։ Ինչ ենք մարդուց տաքսու լիցենզիա տալիս, ինչի համար։ Որպեսզի խոշոր լինի, որպեսզի մի քանի գիծ լինի, ուրանք նայեն այդ գծերը հետևեն, որ ընտրությունների ժամանակ այդ դրոշակները խփեն սպիտակ առաջ Հայաստանը ինչա։ Հա։ Ինչ գործ ունի տաքսու լիցենզիան։ Մարդը պետք է ինքը իրան գրանցվի, իր համար ավտոմատ ստանա ու քշի։ Իհարկե, եթե վարորդական Ես նախանցած տարի Իսպանիայում էի, տաքսու լիցենզիան արժեր 72000 եվրո։ Լիցենզավորում էին։ Դու գնում ես լիցենզիան եւ քշում ես քո։ Դրա համար էլ Իսպանիան այդ վիճակում է, խայտարակ վիճակում է։ Իսկապես խայտարակ վիճակում։ Սպառում է։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սերտատոներ պարոն Բագրատյանը ձեզ ներկայացրեց, թե ինչ կլինի մեր երկրի հետ, եթե Հայ ազգային կոնգրեսը հաղթի ապագա ընտրություններում։ Կհանդիպենք երկուշաբթի, կհանդիպենք վաղ, ցտեսություն։ Հաղորդման հովանավոր Վահագնի թղմաս, այստեղ ապրում են։ Հաղորդման հովանավորն է Արմոբիլ անվտանգության ծառայությունը։ Հաղորդման հովանավորն է Մարմարի աշխարհ խանութների ցանցն իր հոլանդական հրաշք ծաղիկներով։ Հաղորդման հովանավորն է Seymour & Co ընկերությունը։ Հաղորդման հովանավոր Giza, ջրամեկուսացման ոլորտի առաջատար։ Հաղորդման հովանավորն է Արարատ սննդի կոմբինատն իր Արարատ բնական հյութերով։ Վահագնի թղամասը հայտարարում է հատուկ վճարքի պայմաններ։ Ձեռք բերեք տներ եւ բոլոր կոմունիկացիաներով ապահովված հողատարածք վճարելով գումարի մի մասը։ Իսկ մյուս մասը վճարեք 10 տարվա ընթացքում ընդամենը 9% տոկոսադրույքով։ Ակցիայի շրջանակներում վճարվող տների եւ հողատարածքների քանակը սահմանափակ է։ Այստեղ կգտնեք այն ամենը, ինչը ձեր կյանքը կդարձնի հարմարավետ ու հաճելի։ Վահագնի թղամաս, կյանքի նոր որակ։ Հայաստանում անվտանգության ծառայության առաջատարը Արմոբիլ ընկերությունն առաջարկում է ահազանգման համակարգերի միջոցով պահպանություն։ Ծառայությունը իրականացնում է Արմոբիլ կենտրոնացված պահպանության կայանը, որը կազմված է կառավարման կենտրոնից եւ արագ արձագանքման խմբից, համալրված միջազգային ստանդարտներին համապատասխան նորագույն տեխնիկայով։ Կայանը միակն է Հայաստանում, որը պահպանվող տարածքից տագնապ է ստանում քաղաքային հեռախոսակապի միջոցով, GSM կապի միջոցով, ռադիոհաճախականության կապի միջոցով։ Արագ արձագանքման խումբը շուրջօրյա պահպանության ծառայություն իրականացնում Երևան քաղաքի ամբողջ տարածքում եւ յուրաքանչյուր տագնապի ազդանշան ստանալու դեպքում հաշված րոպեների ընթացքում հասնում է տագնապի վայր։ Արմոբիլ մեր նշանաբանն է իրականացնել ձեր անվտանգության բոլոր պահանջները։ Շքեղ բարձրակարգ մեկը մյուսից չքնաղ ու արքայել Կարելի անհավանական տեսականի մարմարի աշխարհում Մարմարի աշխարհ Վայելեք բարձրաշխարհիկ կյանքի հաճույքը Աննախադեպ զեղչեր Seymour & Co-ից Ծալքաթի թղթեր, տարբեր հստության, տարբեր չափերի, տարբեր նախշերով լավագույն թիթեղից ավելի քան 20 գույն ցանցեր, մետաղական ձգվող, զոդված, վեցանկյուն Դրոպ ցանցեր, ցինկապատ, պողպատյա, պոլիմերային, մետաղալարի տարբեր հստության, մետաղե կղմինդրներ, մետաղ, գրունտ, ցինկ, պոլիմեր, մեկուսեիտ շերտ, գունային շերտ, լաքապատում եւ արդյունքում աննախադեպ ամրություն։ Եվ այս ամենը լավագույն մետաղից ամենամատչելի գնով։ Այսուհետ ապարիկ վաճառք 0% կանխավճարով։ Seymour & Co. ամենավորակելը Հայաստանում։ Շինարարության համար մեկ խնդիրը պրոֆեսիոնալ ջրամեկուսացումն է։ Վստահեք 15 տարիների փորձին։ Giza ջրամեկուսացման ոլորտի առաջատար։
Արարատ սննդի կոմբինատը 1 տարվա տարեդարձին նվիրված Արարատ բնական հյութերը ներկայացնում է նոր ձևավորմամբ եւ առաջարկում է բոլոր սպառողներին մինչեւ ապրիլի 30-ը լավագույն խանութներից ձեռք բերել սիրված հյութերը բացառիկ գներով։ Արարատ, որակի չափանիշ։ Գարնանային անակնկալներ Լինայից բարի, նորույթներ բազում, համեր բնական, այդ թվում նաև մասուր հայկական։ Հայոց աշխարհի բարիքը համի, թող սեր պարգևի ամեն մի հայի։ Լինա, անակնկալները շարունակվում են։